Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է։ Այս անգամ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, հայտնել է նրա պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։ Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է, Դավիթի կալանքի իրավունքն է վտանգի տակ։ Նրան հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա այլ քրեակատարողական հիմնարկ, մասնավորապես նշել է պաշտպանը։ Ավելի վաղ դատարանը վճռել էր երիտասարդին տեղափոխել Արմավիր քրեակատարողական հիմնարկ, բայց ինչպես հայտնում են քրեակատարողական ծառայությունից, Դավիթ Մինասյանը տեղափոխվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը եւ միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարեւորությունը։ Սպուտնիկ Արմենիային փոխանցել է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ թե փաստաբանի, թե Դավիթի մոր հավաստմամբ տղան ունի բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Ավելի վաղ նա գիտակցությունը կորցրել էր նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Հիմա տանում ենք հիվանդանոց Աբովյանից, հիմա տանում ենք Երևան։ Այդքան բան։ Իսկ ինչու այստեղ չպահեցին։ Դուք ցանկացաք, որ նայերի։ Մենք ցանկացանք, այո, մենք ցանկացանք, որովհետև ինքը ունի իրան էս կարելի է, էս չի կարելի, սիստեման ալերգիա ունեն, անաֆիլաքսիայով, միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասացի, չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի, տարբեր բժշկական բաներ կա։ Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում պայմանագրային զինծառայող է մահացել, հայտնում է քննչական կոմիտեն։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 2 հոդվածով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվել, որ դեպքի վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են հովանավոր տերության մեխանիզմի գործարկում ապօրինի պահվող բոլոր 19 անձանց նկատմամբ։ Նրանք համապատասխան նամակով դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարարին, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին։ Այս մասին տեղեկացնում է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը։ Նամակում հարազատները խորին մտահոգություն են հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Նրանք նկատում են, որ սա զգալի չափով վատթարացրել է գերիների արդեն իսկ ծանր վիճակը։ Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները, մենք ամենայն հարգանքով, բայց նաեւ հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի հովանավոր տերության դերը։ Սա անհրաժեշտ եւ հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության եւ արժանապատվության պաշտպանությունը միջազգայինորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։ Մասնավորապես նշված է նամակում։ Հարազատները ավելացնում են, ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ինչու մեր որդիները պետք է 2 տարի ծառայեն։ Այս հարցը վաղ առավոտից պաշտպանության նախարարության մոտ է հավաքել պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ծնողներին։ Նրանք ցանկանում են, որ իրենց որդիների ծառայության ժամկետը եւս դառնա 1.5 տարի։ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած Հայաստանի Հանրապետությունում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է, բայց օրենքը չի տարածվում ընդունման պահին ծառայության մեջ գտնվող զինվորների վրա։ Հենց այս իրենց կարծիքով անարդարությունն է, որ ծնողներին անհանգստացնում է։ Եթե տարուկես, թող տարուկես ծառայեն լրիվ զինվորները, ինչի համար 1-2 տարի ծառայի, մյուսը տարուկես ծառայի։ Իսկ ինչ է կարծում օրենքի։ Իսկ իրանց երեխեքն էլ դուսը թափառում են, ոչ մեկի չի ծառայում բանակով։ Իսկ ինչի հետ է կապում այդ հարցը։ Ինչ անենք, որ մենք տեր չունենք, որ մեր երեխեքը մտանեն սաղի տեղ ծառայեն։ 25 թվականին, երբ որ ես արդեն կար ես խոսակցությունը, որ լինելու է տարի կեսում, մենք այդ ժամանակ նախարարին Նիկոլ Փաշինյանին նամակը ուղարկել ենք, բայց պատասխան չենք ստացել։
What I learned tonight Ամերիկացի սենատոր Լինցի Գրեմը կոշտ վերջնագիր է ներկայացրել Թեհրանին, նշելով, որ կա երկու ընտրություն, կամ Իրանը կնքում է գործարք եւ հրաժարվում իր ներկայիս քաղաքականությունից, կամ ԱՄՆ-ն կոչնչացնի այն ամենը, ինչը թույլ է տալիս Իրանին գործել որպես պետություն։ started the war against Iran. Իրանի նախկին արտգործ նախարար եւ ներկայիս փոխնախագահ Ջավադ Զարիֆը Foreign Affairs բարբերականի իր հոդվածում կոչ է արել Թեհրանին վերանայել իր մոտեցումները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտությունում։ Դիվանագետն առաջարկել է հաղթանակ հայտարարել հենց հիմա եւ կնքել մի այնպիսի գործարք, որը վերջ կդնի պատերազմին ու կկանխի հետագա հարձակումները։ Ըստ Զարիֆի Իրանը պետք է խուսափի հավերժական պատերազմի թակարդից, որն ուժասպառ է անում երկրի ռեսուրսները։ Թեհրանը պետք է օգտագործի իր ռազմավարական ձեռքբերումները Վաշինգտոնի հետ նոր տիպի հարաբերություններ կառուցելու համար։ Through respect. Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանում սպանվել է առնվազն 1606 խաղաղ բնակիչ, այդ թվում 244 երեխա։ Տվյալները փոխանցում է Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը։ Անցնող գիշեր էլ զոհերի թիվն ավելացել է առնվազն 8-ով։ Հենց այդքան մարդ է մահացել Թեհրանը եւ Քարաչ քաղաքը միացնող մայրուղային կամրջի վրա հարձակման հետևանքով։ Վիրավորների թիվը 95 է։ Իրանի պետական հեռուստաընկերությունն էլ հայտնել է, որ երկրորդ հարվածը կամրջին հասցվել է այն պահին, երբ փրկարարները փորձում էին օգնել վիրավորներին։ Ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նաեւ Իրանի Պաստերի ինստիտուտը, հանրային առողջության հայտնի հաստատություն, որն արտադրում եւ բաշխում է պատվաստանյութեր։ Իրանական հարվածները կրկին ճյուղավորված են եղել։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հայտնաբերել են Իրանից արձակված հրթիռներ եւ Հեզբոլլահի կողմից արձակված հրթիռային համազարկեր։ Ըստ իսրայելական կողմի առնվազն 1 հրթիռ է արձակվել Եմենից Իսրայելի ուղությամբ այն բանից հետո, երբ Եմենի Հուսի խմբավորումն անցյալ հանգստյան օրերին հայտարարեց, որ կմիանա պատերազմին ի պաշտպանություն Թեհրանի։ Իրանը նաեւ հարձակվել է Դուբայում գտնվող Oracle եւ Բահրեյնում գտնվող Amazon ամերիկյան ընկերությունների տվյալների կենտրոնների վրա, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Վնասվել է նաեւ Սաուդյան Արաբիայի ավիաբազայում ԱՄՆ-ի կարևորագույն ռադարը։ Էրբիլում գտնվող ամերիկյան ռազմաբազան եւս հարձակման է ենթարկվել։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի երկնքում խոցել է թշնամական ժամանակակից կործանիչ։ Այս իրադարձություններին նախորդել էր Դոնալդ Թրամփի խոստումը Իրանին վերադարձնել քարիդար եւ կրկնել երկրի ենթակառուցվածքներին հարվածները։ Ի պատասխան Իրանի խորհրդարանի խոսնակը նախազգուշացրել է, որ երբ խոսքը վերաբերվում է հայրենիքի պաշտպանությանը, իրենցից յուրաքանչյուրը կդառնա այդ երկրի զինվորը։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էլ պնդել է, որ երկիրը Թրամփի միջնորդներին վստահելու հիմքեր չունի, քանի որ Իսրայելն ու ԱՄՆ-ն բանակցությունների փուլում արդեն 2 անգամ հարձակվել են իսլամական երկրի վրա։ Նա հայտարարել է, որ բանակցություններն իրագործելի չեն։ نظرات رو رد و بدل کردیم. Քարիդարի եւ ներկայի միջև կա միակ ակնառու տարբերություն։ Այն ժամանակ տարածաշրջանում նավթ ու գազ չի եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին քարիդար վերադարձնելու սպառնալիքին այսպիսի կտրուկ արձագանք է տվել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը հարցրել է Թրամփին եւ նրան ընտրած ամերիկացիներին։ Նրանք իսկապես ցանկանում են հետ շրջել ժամանակի անիվը եւ զրկվել այդ կարևորագույն ռեսուրսներից։ Դիվանագիտական այս փոխհրաձգությանը զուգահեռ ռազմական գործողությունները տեղափոխվել են նաեւ Իրաքի տարածք։ Հզոր պայթյուններ են որոտացել Իրաքի հյուսիսում։ Ըստ նախնական տեղեկության զոհեր չկան։ Իսրայելական Գուշդան շրջանում իրանական հրթիռների բեկորները վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ եւ մեքենաներ։ Որպես պատասխան գործողություն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է թիրախային հարվածներ է հասցրել անմիջապես Իրանի տարածքում գտնվող բալիստիկ հրթիռային համակարգի ավելի քան 50 օբյեկտի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը նախորդին պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի կողմից։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտպանության ոլորտի 3 պաշտոնյաներ, նշելով, որ սա Պենտագոնի բարձրագույն օղակներում իրականացվող վերջին զտումն է։ Պենտագոնը հաստատել է, որ Ջորջը, ում պաշտոնավարման ժամկետին մնացել էր ավելի քան 1 տարի, անհապաղ թոշակի կանցնի բանակի շտաբի 41-րդ պետի պաշտոնից։ Պենտագոնն իր հայտարարության մեջ երախտագիտություն է հայտնել Ջորջին տասնամյակների
նպատակների ծառայության համար, նշելով. «Մենք նրան հաջողություն ենք մաղթում թոշակի անցնելու կապակցությամբ»։ Պաշտոնյաներից երկուսը անանուն մնալու պայմանով հայտնել են, որ Հեքսեթը պաշտոնից հեռացրել է բանակի եւս 2 բարձրաստիճան գեներալի։ Աղբյուրը չի նշել Ջորջի հեռացման պատճառը, բայց ընդգծել է, որ պատերազմի այս փուլում նման բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությունը աննախադեպ երևույթ է։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը կքվեարկի Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի նախագծի շուրջ, որը թույլատրում է պաշտպանական ուժ կիրառել Հորմուզի նեղուցում նավագնացությունը իրանական հարձակումներից պաշտպանելու համար։ Իրանը շրջափակել է նավագնացության կարևոր ուղին, սպառնալով վառելիքի մատակարարմանը եւ ցնցելով համաշխարհային տնտեսությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի եւ Իրանի հարվածների, որոնք հրահրել են արդեն 1 ամսից ավելի տևող Մերձավոր Արևելքի պատերազմը։ Մենք չենք կարող ընդունել տնտեսական ահաբեկչությունը, որն ազդում է մեր տարածաշրջանի եւ աշխարհի վրա, զարգացումներից տուժում է ամբողջ աշխարհը։ Այս շաբաթ ասել է ՄԱԿ-ում Բահրեյնի դեսպան Ջամալ Ալ-Ռովայեին։ Նա նշել է, որ տեքստը, որը մի քանի լրամշակում է անցել եւ ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը, ներկայացվել է վճռորոշ պահի։ Մեքսիկայի Պուեբլա նահանգում Սեսնա 172 օդանավի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինքնաթիռն օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց կորցրել էր կապը դիսպետչերների հետ եւ ընկել արդյունաբերական գոտու մոտակայքում։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։